հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետն եմ։ Այսօր հրավիրված են Տավուշի մարզի նոյեմբերյանի տարածաշրջանի մի քանի դպրոցների տնօրեններ, նախագիծը իրականացնող ուսուցիչներ եւ աշակերտներ։ Ինչպես գիտենք, շուրջ 2 տարի Տավուշի մարզում հանրակրթական դպրոցներում 9-րդ դասարանի բնագիտություն 9 քննությունը ընթանում է նաեւ քննական նախագծային աշխատանքների իրականացումով։ Այսօրվա մեր մասնակիցները խոսելու են քննության ընթացակարգի մասին, ներկայացնելու են այս տարի ինչ ուսումնական նախագծեր են իրականացրել եւ ինչով է տարբերվում անցած տարվա նախագծային աշխատանքներից։ Կխնդրեմ ներկայանաք եւ ամեն մեկը ձեր մասով ներկայացնել աշխատանքները։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ես Կարինե Ավետիսյանն եմ, Կզնակ հիմնադրամի հանրակրթական պետական չափորոշիչների եւ ուսումնական ծրագրերի բաժնի առարկայական մասնագետը եւ այս պահին Տավուշի մարզի նոյեմբերյանի տարածաշրջանի նախագծով 9-րդ դասարանի քննությունների պատասխանատու։ Այսօր մենք հրավիրել ենք նոյեմբերյանի տարածաշրջանի որոշ դպրոցների ուսուցիչների եւ տնօրենների, ուղղակի մենք ցանկանայինք լսել իրենց անկեղծ խոսքը եւ շիտակ խոսքը, ինչ տվեց նախագիծը իրենց եւ ինչ ձևով է այն իրականացրել, ինչ դժվարություններ են ունեցել, ինչ առաջընթաց է նկատվել եւ այլն։ Առաջինը երևի խոսքը տանք տիկին Աստղիկ Բայրամյանին, Բերթավանի միջնակարգ դպրոց, տիկին Աստղիկ, ներկայացեք։ Բերթավանի միջնակարգ դպրոց, քիմիակենսաբանության ուսուցչուհի, 9-րդ դասարանի հետ ներկայացրել են քննական նախագիծ 12 աշակերտի մասնակցությամբ, նախագծի վերնագիրն էր ալկոհոլի, թմրանյութերի եւ ծխախոտի թեման։ Երեխաները իրենք էին նախընտրել թեման, ինչպես նաեւ առաջին հերթին իրենք էին ընտրել նախագծային աշխատանքը։ Ճիշտն ասած, ես ի սկզբանե ոչ մի կողմնորոշում չտվեցի երեխաներին։ Ասացի թող իրենք ընտրեն կամավոր սկզբունքով, իրենք հախուռ ձևով բոլորն ուզեցին նախագիծը։ Այ Լճկաձորի տնօրեն պարոն Մխտար Առաքելյան, դուք վաղուց ներկայացնում եք նախագծեր եւ բավականին հայտնի եք, այսպես ասած, նախագծերի իրականացման հարցում։ Դուք ասեք տեսնեմ, այս քննական նախագծի եւ մյուս սովորական նախագծերի տարբերությունը ո՞րն է, ասենք, ինչ տարբերություններ, ինչ առավելություններ, ինչ եք նկատում այս քննական նախագծերի հետ կապված։ Բարև ձեզ, Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրեն Մխիթար Առաքելյան, ուրախ եմ կազմակերպման համար։ Տարբերությունը ընդհանուր նախագծերի անցած տարիների, անցած 2 տարվա եւ այս տարվա, այս ուսումնական տարվա միջև կարող եմ ասել, որ ուսուցիչները բավականին արհեստավարժ են դարձել, նախ եւ աշակերտները ավելի պատրաստական են։ Պիտի շեշտեմ նաև, որ գնալով նախագծի նկատմամբ ամբողջ դպրոցի այսպես թեթևակի մասնակցություն լինում է, այսինքն այս թեկուզ այսօրվա մեր քննական նախագիծը ձայնի ազդեցությունը սերմերի ծնման վրա, այդ բոլոր մնացած երեխեքին եւս հետաքրքիր է, որովհետեւ այդ ձայնի ազդեցության հետ կապված։ Ընդհանուր նախագծի որակը գնալով բարելավում է, չեն կարող տարբերակել քննական նախագիծը եւ մնացած նախագծերի հետ, որովհետեւ ընդհանուր չափանիշները բոլորում պահպանվում են։ Կարող եմ նաեւ ավելացնել, որ գնալով ուսուցիչների մասնակցությունը նախագծային աշխատանքի կազմակերպմանը շատ ավելի փոքրանում է, այսինքն աշակերտների մասնակցությունն է մեծանում։ Այն սկզբնական փուլում ուսուցչի ծանրաբեռնվածությունը մեծ է, ձևաչափի հետ կապված, աշակերտների մոտիվացիայի մեկի մյուսի, այսօր այդ խնդիրները բավականին լուծվել են։ Մնացած ավարտական նախագծի հետ կապված կարող են մեր աշակերտուհին եւ ուսուցիչները ավելի Սիրո ներկայացեք խնդրեմ ուսուցչուհին։
Ընկեր Աբազյանն է մեր եւ ընկեր Բերջանյանը միջառարկայական նախագիծ են ներկայացրել։ Ես եւ ընկեր Աբազյանը Խոսեք։ Ահա, բարև ձեզ, ես Լուսինե Բեջանյանն եմ, աշխատում եմ Դավուշի մարզի Լճկազորի հիմնական դպրոցում եւ ֆիզիկայի ուսուցչու հետ իրականացրել ենք քննական նախագիծ։ Նախագիծը ընտրել են թեման երեխաները եւ իրենք էլ որոշել են հենց այդ փորձարկումները կատարել։ Եվ այդ նախագծերը, քանի որ իրանք արդեն երբ որ չափորոշիչները Տավուշ են մտել, մեր սովորողները հենց առաջի տարուց սկսել են նախագծեր անել, եւ այս դասարանը հենց փորձարկող դասարանների շարքին էր պատկանում, երբ որ նոր փորձարկում էր Տավուշում, երեխեքը բավականին հմտացել էին եւ բավականին արդեն պատրաստ էին, ինչ պետք է անեն, ինչպես պետք է նախագիծ իրականացնել։ Մեր գործը եղել է միայն ուղղորդող եւ շատ հետաքրքիր էր այդ նախագծերի պահը, որ իրենց շատ հմտություններ տվեց, շատ կարողություններ զարգացրեց, որոնք նաեւ կերառեն իրենց կենցաղում եւ առօրյա կյանքում։ Երաբազյան Քանի աշակերտ ունեք, որ նախագիծ եք ընտրել եւ քանիսն են քննություն ընտրել։ Բարև ձեզ, ես Գայանի Աբազյանն եմ, Լճկազորի հիմնական դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի։ Մեր աշակերտները 8-ն էին դասարանում եւ 8-ն էլ ընտրել են նախագիծ, կան երեխաներ իհարկե նաեւ թեստ են ընտրել եւ կհանձնեն, բայց 8-ն էլ մասնակցել են նախագծային աշխատանքին։ Եվ ինչ հմտություններ է տվել նախագիծը երեխաներին, կխնդրենք մեր Աստղիկը խոսի, կարծում եմ ամենալավ ներկայացնողը, ամենալավ հետադարձ կապտվողը սովորողն է։ Ես Աստղիկ Բեջանյանն եմ, Լճկազորի հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի։ Ի սկզբանե ես եմ երեխեքին առաջարկել, որ ընտրենք նախագծային աշխատանք, որովհետև մենք նախագծային աշխատանքներ կատարելու բավականին մեծ փորձ ունենք, որովհետև 7-րդ դասարանից նախագծային աշխատանքներ ենք իրականացնում եւ բավականին լավ հիմք ունենք դրած։ Նախագծի մեջ իմ համար ամենամեծ առավելությունը դա այն է, որ մեզ հնարավորություն է տրվում մեր առաջարկները ներկայացնել եւ մեր յուրաքանչյուր գաղափար, որի սկզբանե թվում է թե իրագործելի չի, ինչ որ վերջնարդյունք է դառնում, որը նաեւ շատ հեռանկարային է, օրինակ մեր նախագիծը ձայնի ազդեցությունը բույսերի ծնման գործընթացի վրա, դա բավականին հեռանկարային նախագիծ է, որովհետև ես կարծում եմ, որ հետագայում այն եզրակացությունները, որոնք մենք ենք կազմել, օրինակ որոնք մենք ենք ստացել, մենք կարող ենք օգտագործել օրինակ թեկուզ առօրյա կյանքում կամ տնտեսության զարգացման մեջ ինչու ոչ, Չնայած արդեն ուրիշ բնագավառ այդտեղ ֆինանսական ռեսուրսներ, բայց ամեն դեպքում հենց մեկը մեր տարածաշրջանում գյուղատնտեսությունը շատ զարգացած է եւ մենք աշակերտներով, երիտասարդներով կարող ենք ավելի ընդլայնել մեր նախագիծը եւ տեղացի գյուղատնտեսներին առաջարկ ներկայացնել, որ մեր կատարած եզրակացությունների շնորհիվ կարողանանք ինչ-որ բան ստեղծել, որը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, իսկ ընդհանուր առմամբ նախագիծը մեզ մոտ բոլորիս մոտ ես վստահությամբ կարող եմ ասել, որ զարգացել է շատ հմտություններ, օրինակ ինձ մոտ շատ է զարգացել հաղորդակցման հմտությունները, իսկ ընկերներիս մոտ վերլուծական թիմում աշխատելու եւ այլն, եւ ամենա հետաքրքիրը երևի այն է, որ ամբողջ գործընթացի ընթացքում յուրաքանչյուր աշակերտի մեջ թիրախավորվել է այն հմտությունը, որը իր մոտ չի զարգացած, որպեսզի այդ ապրի պես զարգացնում ապրենք։ Ապրեք, շնորհակալություն։ Տիկին Հասմիկ, դուք ներկայացեք եւ որպես տարածաշրջանի փաստորեն Իջևանի մարզպետարանի ներկայացուցիչ, ձեր խոսքը տեսնեմ ինչպիսին է նախագծային աշխատանքների վերաբերյալ քննությունների հետ կապված։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ։ Ես իմ վերաբերմունքը շատ դրական է նախագծային քննական աշխատանքների նկատմամբ, քանի որ երեխաների մոտ խթանում է տրամաբանական մտածողության զարգացմանը,
Թեստային աշխատանքներն էլ բնականաբար իրենց առավելություններն ունեն, բայց այս պարագայում աշակերտները կարողանում են թիմային աշխատանք կատարել, կարողանում են զարգացնել հաղորդակցման հմտություններ, կարողանում են զարգացնել իրենց կարողունակությունները, եթե նախկինում եթե հիշենք սովետական ժամանակաշրջանի մեր կրթական համակարգի պահանջները եւ ինչու՞ չէ նաեւ մինչեւ վերջերս փոփոխված կրթական չափորոշիչների պահանջները, այնտեղ հիմնականում շեշտադրումը դրվում էր գիտելիքների ստացման գործընթացի վրա, այսինքն ուսումնական գործընթացի արդյունքում ինչ գիտելիք պետք է ունենա սովորողը, մաքսիմումը եւ առավելագույն չափաբաժինը, իսկ նախագծային քննական աշխատանքների միջոցով քննություն հանձնելը նպաստում է երեխաների կարողունակությունների եւ հմտությունների զարգացմանը, այսինքն այն գիտելիքը, որ աշակերտը ստանում է ուսումնական գործընթացի ընթացքում, նա կարողանում է պրակտիկորեն կիրառել դրանք եւ ստանալ որոշակի պրոդուկտ, արդյունք, ինչին որ իսկապես միտված է կրթական գործընթացը։ Այդ իսկ առումով կարծում եմ, որ նախագծային քննական աշխատանքները շատ ավելի էֆեկտիվ եւ արդյունավետ են համեմատած թեստային քննական աշխատանքի հետ։ Եվ պետք է ասել, որ ընդհանուր թվով 723 աշակերտ է մասնակցել մեր նախագծային քննական աշխատանքներին, մարզից 44 դպրոց է ներգրավված եղել եւ իրականացրել են 105 քննական աշխատանք։ Շնորհակալություն, դա էապես ավել է նախորդ տարվա նախագծերի քանակից։ Իհարկե, կարծում եմ, որ հաջորդ տարի էլ ավելին կլինի։ Այո, Տիկին Զարուհի Անտոնյան, ներկայացեք խնդրեմ ձեր դպրոցը ձեր նախագծերով։ Միացրեք խոսափողը։ Մեկ անգամ եւս բարև ձեզ։ Ես ուզում եմ համեմատություններ անցկացնել անցյալ ուսումնական տարվա եւ այս տարվա հետ։ Անցյալ տարի ունեցել են 26 սովորող, 26-ն էլ ընտրել են ինտեգրված նախագծեր քննական, այս տարի 22 սովորող եւ 22-ը կրկին ընտրել են նախագծեր։ Քննությունների թեստերից հրաժարվել են մեկ ընդմիշտ, որին կարծում եմ նպաստում է նաեւ ուսուցիչների համագործակցությունը սովորողների հետ։ Այս դեպքում նկատել ենք, որ ուսուցիչները Ձայնը գնաց։ Մասնագիտական բարձր աճ են գրանցել, կիրառում են նոր մեթոդներ, նրանք սովորողների համար դառնում են ոչ միայն գործընկեր կամ գիտելիքներ հաղորդող, այլ մի տեսակ, այսպես ասած, ուղեցույցի դեր են կատարում, ուղղություն է տալիս եւ կողքի են կանգնում, մնացածը արդեն երեխաները։ Իսկ սովորողներն իրենց հերթին նախ ձեռք են բերում մեծ պատասխանատվություն, պարտաճանաչ են, քննական մտածողությունն են զարգացնում, անընդհատ ինչ-որ ստեղծագործական մղումների են գնում, էլ ավելի գեղեցիկ, էլ ավելի տեսանելի ներկայացնելու։ Այս տարի ընտրել ենք օծանելիքի արտադրումը տան պայմաններում, հակաբիոտիկների քիմիական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա եւ աշխարհագրությունից գլոբալ տաքացումը։ Երեքին էլ ակտիվ մասնակցել են, իհարկե այն սովորողները, որոնք ուսումնառության մեջ ավելի թույլ են, հետ են մնում, նրանք եւս աշխատել են, բայց հանրային ներկայացման ժամանակ նկատելի էր, տեսանելի էր երեխաների տարբերությունը։ Նրանք, ովքեր ավելի հետաքրքրված էին, ավելի պատրաստակամ էին, շատ ավելի համարձակ, շատ ավելի գեղեցիկ էին ներկայացնում, պատճառաբանված, քան այն երեխաները, որոնք նվազագույն գիտելիքները մի կերպ ապահովում են։ Տարբերությունը Տիկին Զարուհի, այդ երեխաները, ովքեր որ թույլ էին, նրանք եթե քննություն հանձնեին, արդյոք նրանց կհաջողվեր քննություն հանձնել։ Ոչ, հաստատ նրանք 8 բալ չէին հավաքելու, չնայած մեզ մոտ այլևս բացասական գնահատական չկա, դրական են բոլորը, բայց ամեն դեպքում նրանք չէին հաղթահարելու մեր նախկին նվազագույն շեմը։ Իսկ նախագծային աշխատանքի ընթացքում արդեն նկատելի էր տարբերությունը նրանց աշխատանքի։ Այո, նրանք մոտիվացվել էին, աշխատում էին եւ կարողանում էին գործընկերներից որոշ չափով ետ չմնալ, չէ՞։
Իհարկե, պատկերացրեք այնքան երկար էին աշխատում, որ արդեն երեկոյան ժամը 9:30 խնդրում էինք, որ երեխեք ջան, այսօր արդեն բավական է, գնացեք տուն, վաղը շարունակելու համար։ Հետո ինչու՞ չէ, նաև դպրոցի հեղինակությունն է բարձրանում, երեխաներն են կապվում դպրոցի հետ, սիրում են դպրոցը։ Շատ է նպաստում, շնորհակալ երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր ուսումնական նախագծերը մտցրին դպրոց։ Այդ ուսուցչուհին ձեր թող ներկայանա եւ ինչ դժվարություններ ունեցաք դուք նախագիծը իրականացնելիս։ Բարև ձեզ, ես քիմիա եւ կենսաբանության ուսուցչուհի Հերինե Ամիրաղյան ներկայացրել եմ երկու նախագիծ, նշեց ընկեր Անտոնյանը, մեկը օծանելիքի արտադրումը տան պայմաններում քիմիա առարկայից եւ կենսաբանությունը համատեղ նույնիսկ քիմիա կենսաբանություն հակաբիոտիկների քիմիական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Նախ նշեմ, երեխաները իրենք նախապես ընտրեցին երկու թեմաները, շատ մեծ հետաքրքրասիրությամբ, տարբեր աղբյուրներից օգտվելով, ես միայն ուղղորդողի դերում եմ եղել, իրենց աշխատանքները կատարել են ինքնուրույն, խնդիրներ ընթացքում փոքր խնդիրներ, թերացումներ եղել են, օծանելիքի արտադրումը կատարել են շատ մեծ ոգևորությամբ, մեծ սիրով, պատրաստել են տարբեր հետազոտական աշխատանքները որտեղ են արել, լաբորատորիայում եք արել, թե ինչ-որ մի հաստատության լաբորատորիա եք գնացել օծանելիքի համար հետազոտական աշխատանքներ։ լաբորատոր պայմաններում։ Ահա, շարունակեք։ Նույնը նաև հակաբիոտիկները, որը ընտրելով մի քանի ներկայիս ավելի շատ կիրառվող հակաբիոտիկներ, այցելել են մեր տեղական բուժկենտրոն, բժշկուհու հետ խորհրդակցություն, հարցազրույց ներկայացրել են, շատ մեծ սիրով աշխատել են երեխաները, ոգևորված, երկու խմբերում էլ ունեցել են 7 սովորողներ, մեծ հետաքրքրությամբ աշխատել են, շատ գոհ ենք։ Ձեր աշակերտուհին որ նախագծի մեջ էր ընդգրկված եւ նախագծի թեման ինչպես ընտրեցիք։ Ասա տեսնեմ աղջիկ ջան։ Բարև ձեզ, ես Մանե Հարությունյանն եմ, ես ընդգրկված եմ եղել քիմիայի նախագծի մեջ, օծանելիքի արտադրությունը տնային պայմաններում, մենք ուսումնասիրել ենք օծանելիքի բաղադրությունը, նախ պատմությունն ենք ուսումնասիրել, որից հետո բաղադրությունը, մեր համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծել ենք մեր օծանելիքները 5 բույրերով, որից հետո արդեն թողել ենք 2-ից 4 շաբաթ օծանելիքը պատրաստի, որից հետո արդեն պատրաստ լինելուց հետո փաթեթավորել ենք, շշավեցրել ենք, փաթեթավորել ենք եւ պիտակավորել ենք, բոլորս ներգրավված են եղել մեր նախագծի մեջ, համատեղ աշխատանքի շնորհիվ հետազոտել եւ գտել ենք տարբեր փաստեր օծանելիքի մասին, բաղադրության մասին, տարբեր բույսերի մասին, որոնցից պատրաստում են օծանելիքներ, օգտվել ենք YouTube-յան էջերից, օգտվել ենք Հայաստանի դեղաբույսեր գրքից, ապրեք, նախագիծը ձեզ ինչ տվեց, դուք հետագայում այդ նախագիծը ինչպես կարող եք զարգացնել։ Նախագծից մենք սովորեցինք համատեղ աշխատանք, մեզ տվեց ավելի պատասխանատու լինել, մեր սկսած գործը մինչև վերջ ավարտին հասցնել մեզ պատասխանատվությամբ։ Ապրես, տիկին Լուսինե Ազատյան, հարցս ուղղում են ձեզ, դուք կարծեմ ստեղծել էիք ներկանյութերը, չէ՞, ներկանյութերի աշխատանքներ ձեր նախագիծը դպրոցում եւ նաեւ մեկ ուրիշ նախագիծեր կար, ասեք տեսնեմ ինչ դժվարություններ ունեցաք այդ նախագիծը իրականացնելու ճանապարհին։ Ողջունում եմ բոլորին, ես
Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցչուհին եմ։ Այո, մենք իրականացրել ենք ոչ 2, այլ 3 քննական նախագիծ քիմիա, ֆիզիկա եւ աշխարհագրություն առարկաներից։ Նախագծային աշխատանքների իրականացման ընթացքը բավականին հետաքրքիր էր, սակայն կային իհարկե որոշ մարտահրավերներ, եղան որոշ դժվարություններ, կոնկրետ իմ քիմիայի նախագիծը վերաբերվում էր էկոլոգիապես մաքուր ներկանյութերի ստացմանը եւ դրանց կիրառությանը։ Երեխաները բավականին հետազոտական աշխատանքներ կատարեցին, կոնկրետ համացանցից, տարբեր ալիքներից, որպեսզի հասկանան իսկապես բնական բաղադրիչներով չէ, ինչ ներկեր կարող ենք ստանալ եւ աշխատանքը այդ առումով մի քիչ մարտահրավերային էր, որովհետեւ մենք պետքա հասկանայինք, որ բաղադրիչներով ինչպես ստեղծել, որպեսզի դրանք նաեւ լինեն մի փոքր կայուն։ Երեխաները աշխատանքները կատարել են քիմիայի լաբորատորիայում դպրոցում, բավականին մեծ ոգևորությամբ, իսկապես հմտացան այդ ներկերի պատրաստման մեջ, սակայն ներկերի կայունության հետ կապված մենք դեռևս այնքան էլ հստակ եզրակացություն չենք կարող ասել, դա արդեն երևի կմնա հետո։ Հիմնական դժվարությունը երևի թե այդքանը կարող եմ նշել, մնացած շատ հետաքրքիր համագործակցային աշխատանք է տեղի ունեցել եւ կարողացել ենք հասնել մեր նախագծի վերջնարդյունքին։ Այ ձեր աշակերտին եմ ուղղում հարցս։ Ինչու ընտրեցիր նախագիծը, աղջիկ ջան։ Բարև ձեզ, ես Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ Բ դասարանի աշակերտուհի եմ։ Ես ընտրեցի քիմիայի մեջ ընդգրկված նախագիծը, որը, ինչպես նշեց ընկեր Ազատյանը, վերաբերվում էր էկոլոգիապես մաքուր բնական ներկանյութերի ստացմանը եւ դրանց կիրառմանը։ Ընտրեցի այս նախագիծը, քանի որ այն հետաքրքիր էր ինձ, այն առումով, որ ես ցանկանում էի համեմատության մեջ դնել սինթետիկ եւ բնական ներկանյութերը եւ հասկանալ դրանց առավելությունները եւ թերությունները։ Ապրես, շնորհակալություն։ Այ հիմա մեզ միացավ Բերթավանի միջնակարգ դպրոցի տնօրենը Տիկին Աստղիկ Նասիբյանը։ Տիկին Աստղիկ, ձեր տեսախցիկը միացրեք մի երկու հարցով, այսպես կիսվենք նախագծերի հետ կապված տպավորությունը, ձեր դպրոցում իրականացված նախագծերի հետ կապված։ Բարև ձեզ, մենք ողջունում եմ բոլորիդ, ուղղակի մենք վերանորոգում ենք, այս պահին չգիտեմ որտեղ կանեմ, բայց ես ուզում եմ երեխաներ գնամ քննությունից, եթե ավարտած երեխաներ լինեն, եթե հարցեր ունեք, կարող եմ երեխաներին բերել։ Դուք ներկայացրեք ձեր դժվարությունները անձնական, դուք արդյոք ինչով օգնեցիք, ինչով սատարեցիք երեխաներին, որ նախագիծը ընտրեցին, ինչ հետազոտական աշխատանքները կատարելիս, ինչ գործունեություն ծավալեցիք, նրանց կարողացաք օգնել ինչ-որ բանով, դա դուք ներկայացրեք, մինչև երեխաները քննությունը կավարտեն։ Շատ լավ։ Իրականում ես վստահելով մեր ուսուցիչների փորձառությանը մի քանի անգամ հարցրել եմ եւ իրենք ասին, որ որևէ օգնության կամ խնդրի առաջ չեն կանգնել։ Ինչ շատ հետաքրքրում էր երեխաների թեմաների ընտրությունը, իրականում ֆիզիկները ընտրել էին թեմա, որը առհասարակ իրենց անծանոթ էր եւ դրանով նրանք հետաքրքրված էին եւ դա է այն փաստը, որ իրենք դրանից տեղյակ չէին, թե ինչպես կարող է երաժշտությունը նպաստել ցորենի ծլունակությանը, եւ գովելի է այդ փաստը, որ իրենց համար անծանոթ էր թեման եւ իրականում շատ հաջող ստացվել է եւ նրանք տարբերություն տեսել էին։ Իսկ ընկեր Բայրամյան եւ Մարալչյանի աշխատանքների կարծում եմ ընկեր Բայրամյան լիարժեք կպատասխաներ, խնդիրներ չեն ունեցել։ Իմ աշխատանքը գործառույթ եղել է միայն կազմակերպական աշխատանքներին նպաստելը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ սիրելիներս այսօրվա հանդիպման համար։ Հարգելի Տաթևիկ, դուք հարցեր ունեք։
Հարցեր չունեմ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր տնօրեններից, ուսուցիչներից եւ աշակերտներից հետաքրքիր հարցազրույց անցկացնելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Տիկին Հասմիկ Խաչատուրյանին մասնակցելու համար այս հարցազրույցին, շնորհակալ եմ շատ։ Ստեսություն ձեզ։ Մենք ենք շնորհակալ, Մենք հաջողություն։ ենք շնորհակալ, ստեսություն բոլորին։